Հարգելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ, գլխավոր թեմայի շրջանակներում ես այսօր շատ հանգամանալից կանգ եմ առնելու իշխանության նարատիվների, դրանցում առկա մանիպուլյացիայի և կեղծիքի, այդ մանիպուլյացիայի հնարավոր ներքին և արտաքին վտանգների մասին։ Սեփական իշխանությունը վերարտադրելու համար Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները այնպիսի կեղծ նարատիվներ են դնում շրջանառության մեջ, որոնք կարող են բառի իսկական իմաստով վտանգել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, հզոր հաղթաթուղթ դառնալ մեր արտաքին թշնամիների ձեռքում։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն դասեր չի քաղում այն օբյեկտիվ քննադատությունից, որ հնչեցվում են հասարակության, ընդդիմադիր ուժերի կողմից, այլ շարունակում է խորացնել իր խիստ վտանգավոր խոսույթը։ Եվ այսպես, երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական լայվը, թե ֆեյսբուքյան եթերն էր արել, որի ընթացքում գեղարվեստական փաթեթավորմամբ որոշել էր իր առաջնորդության առաքելությունը արձանագրել և պնդում էր, որ իր առաջնորդության գլխավոր առաքելությունն այն է, որ որոշում է կայացել չշարունակել Ղարաբաղյան շարժումը։ Լսենք նրա ելույթի այդ հատվածը։ Մենք, այո, 2018, 19, 20, 21, 22, 23, 24 թվականներին ցուցաբերել ենք մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը, նախ կանգ ենք առել և դուրս ենք բերել մեր երկիրը, ներառյալ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ և կամքով և մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվանի։ Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի խոսքում կա ակնհայտ կեղծիք։ Այո, մենք բոլորս արձանագրել ենք, որ Արցախը կործանվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով։ Այո, մենք բոլորս արձանագրել ենք, որ նույնիսկ 44-օրյա մահաբեր պատերազմից և դրա ազգակործան հետևանքներից հետո, եթե Հայաստանում լիներ ողջամիտ իշխանություն, եթե չվերարտադրվեր 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, հնարավոր էր պահպանել Ղարաբաղի հայկականությունը։ Դրա համար ընդամենը պետք էր հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, սառեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այսինքն դա թողել հետոյին, և ամեն ինչ անել Ղարաբաղի սուբյեկտությունն ու հայկականությունը ապահովելու համար։ Նիկոլ Փաշինյանը վարվել է ճիշտ հակառակ տրամաբանությամբ։ Հիմա դարձյալ չհիշեցնեմ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի նրա մյուս քայլերի մասին, ի վերջո նա խոստովանել է, որ միտումնավոր է գնացել Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի զոհաբերմանը իր բնութագրմամբ, իբրև թե Հայաստանի Հանրապետությունը փրկելու նպատակով։ Այսինքն, երբ որ բոլորս արձանագրում և ֆիքսում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունը Արցախի կործանման հարցում, դա չի նշանակում, որ 2023 թվականից հետո Հայաստանի ընդդիմադիր սեգմենտում կան ուժեր, համենայն դեպս ազդեցիկ ուժերի մասին է խոսքը, որոնք մտադիր են շարունակել Ղարաբաղյան շարժումը։ Նման բան գոյություն չունի։ 2023 թվականից հետո, Արցախի կործանումից հետո, որը կրկնեմ Փաշինյանի քաղաքականության հետևանք էր, Հայաստանի քաղաքական դաշտում մագիստրալ ուժերի մեջ չկա որևէ քաղաքական ուժ, որը
իր օրակարգում պահի Ղարաբաղյան շարժումը գեներացնելու պահանջ։ Համենայն դեպս են 3 քաղաքական ուժերը, որոնց Նիկոլ Փաշինյանը համարում է պատերազմի կուսակցություն, նման պահանջ չեն դրել։ Բոլորս էլ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ավերիչ հակապետական քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի քաղաքական հակամարտության էջը փակված է։ Նույնիսկ նախընտրական այս արշավում արցախցիների վերադարձի հարցը որպես այդպիսին ներկայացված չէ ընդդիմադիր ազդեցիկ որևէ ուժի օրակարգում։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը ստեղծում է պատրանք, թե իբր Հայաստանի ընդդիմությունը մտադիր է շարունակել Ղարաբաղյան շարժումը, ինքն էլ հերոսաբար պայքարում է այդ ջանքերի դեմ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը մոգոնում է մի կեղծ արհեստական թես, հետո հերոսաբար պայքարում է դրա դեմ։ Այդ է որտեղ է մանիպուլյացիան։ Հիմա ես դրա հետևանքների մասին կխոսեմ, բայց նախ անդրադառնանք այս համակարգում իշխանության երկրորդ դեմքի Ալեն Սիմոնյանի այսօրվա ոչ պակաս վտանգավոր հայտարարությանը։ Նա ընդդիմադիր ուժերին վերագրում է մի բան, որը պարզապես դարձյալ գոյություն չունի։ Լսենք մեկ հատված Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցից։ Մեր ընդդիմությունը մտածում է, որ ինքը պետք է պահանջատիրական բաներ առաջ քաշի, քաղաքական պահանջներ քաշի եւ դրանով գա քաղաքական օրակարգ։ Մենք ենք մեղավոր, մենք բերել ենք մեր բևեռացումը հետ ենք արել։ Այո, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը խաղաղության կուսակցությունը եւ այո, մնացածը դրանք մեծամասնությունը հիմնական ընդդիմադիր դերակատարները դրանք պատերազմի կուսակցություն են։ Հիմա իրողությունը դա է։ Եվ այսպես սիրելի հայրենակիցներ, Ալեն Սիմոնյանը ակնհայտորեն ստում է, որովհետև Հայաստանի ընդդիմադիր ազդեցիկ ուժերից եւ որևէ մեկը տարածքային պահանջ չի ձևակերպել հարևան որևէ երկրի հանդեպ։ Ավելին ասեմ, նման բան Հայաստանի պատմության մեջ չի եղել 1991 թվականից սկսած։ 1991 թվականից մինչև 2018 թվականը Հայաստանի նախորդ 3 իշխանությունները Լեռնային Ղարաբաղի խնդիրը դիտարկել են ինքնորոշման համատեքստում, քանիցը շեշտելով, որ տարածքային պահանջներ չունեն Ադրբեջանի նկատմամբ։ Եվ միայն Նիկոլ Փաշինյանն է, որ 2018-ին իշխանության գալով Լեռնային Ղարաբաղի խնդիրը փաթեթավորել է հայ դատի կոնցեպցիայի կամ ոչ մի թիզականության կոնցեպցիայի մեջ 2019-ին Ստեփանակերտում հայտարարելով, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Հետևաբար Ալեն Սիմոնյանը կեղծ պնդում անելով, թե իբր ընդդիմադիր ուժերը տարածքային պահանջներ ունեն հարևան երկրների, մասնավորապես Ադրբեջանի նկատմամբ, ասում է, որ ԿՊ խաղաղության կուսակցություն է, մենք բոլորս պատերազմի կուսակցություն։ Էլի կրկնեմ եւ 100 անգամ կարող եմ կրկնել, Ալեն Սիմոնյանը ստում է։ Ավելին, ընդդիմադիր առանցքային ուժերը քանիցս հայտարարել են վերջին օրերին հատկապես, որ իշխանության գալու պարագայում մենք բոլորս հավատարիմ ենք լինելու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների։ Այլ խոսքով, անկախ այն հանգամանքից, որ մենք լուրջ վերապահումներ ունենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նկատմամբ, թրիփի նկատմամբ հատկապես, մենք ոչ թե այդ փաստաթղթերը չեղարկելու, այլ դրանք լավարկելու, դրանց հնարավորությունները
Հայաստանի բանակցային դիրքերի ուժեղացմանը ծառայեցնելու նպատակ ունեք։ Այսինքն, ընդդիմադիր դաշտում չկան այն արկածախնդիրները, որոնք վարվեն այնպես, ինչպես Փաշինյանը վարվել է 2018 թվականին։ Ի նկատի ունեմ, Հայաստանի ընդդիմադիր դաշտում չկան արկածախնդիրներ, որ իշխանության գալու պարագայում սուր ճոճեն աշխարհաքաղաքական կենտրոնների դեմ եւ Հայաստանը կանգնեցնեն նոր մարտահրավերների, նոր պատերազմի շեմին։ Եվ այսպես, սիրելի հայրենակիցներ, նախ ավտորիտար մտածողության հետևանք է, երբ Հայաստանի գործող իշխանության առաջին դեմքերը իրենց երկրի ընդդիմությանը համարում են հակապետական էլեմենտներ, ինչպես դա երեկ արել էր Արարատ Միրզոյանը, կամ պատերազմի կուսակցություն, ինչպես անում են Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը։ Սա հակապետական մտածողություն է, հասարակությանը միտումնավոր պառակտելու, երկրի ներսում բաժանարար գծեր առաջացնելու ցանկությունն է։ Բայց անկախ այս ամեն ինչից, Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով, թեկուզ ավերակների վրա իր թագավորությունը շարունակելու նպատակով անգնահատելի ծառայություն է մատուցում Ալիևին։ Նա փաստորեն ասում է, որ Հայաստանի քաղաքական կյանքում ցանկացած փոփոխություն կարող ես համարել ռևանշիզմի դրսևորում եւ դրանից բխող գործողություններ իրականացնես Հայաստանի հայ ժողովրդի դեմ։ Սա նշանակում է, որ բացահայտորեն Նիկոլ Փաշինյանը ակնարկում է, որ Իլհամ Ալիևի հետ ունեն որոշակի համաձայնություն։ Եվ այդ համաձայնության իմաստն այն է, որ Հայաստանում կամ պետք է պահպանվի ՔՊ-ական կամ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ըստ էության կոլաբորանտ իշխանությունը, կամ պետք է սկսվի պատերազմ։ Այս սա է հակապետական մոտեցումը, այս սա է հակազգային օրակարգը։ Եվ բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ըստ էության Ալիևին գործարք է առաջարկում վերջին օրերին։ Նա ասում է, որ դու օգնիր ինձ, ես երկրում ստանամ սահմանադրական մեծամասնություն, այդ պարագայում ես անվերապահորեն կկատարեմ Հայաստանի սահմանադրությունը փոխելու քո պահանջը եւ մնացած բոլոր պահանջները, որոնք ի վերջո հանգեցնելու են նրան, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվի ադրբեջանական ենթապետության։ Այս ամենը հաշվի առնելով, սիրելի հայրենակիցներ, ես մի քանի անգամ ասել եմ եւ հիմա էլ արձանագրում եմ. հունիսի 7-ը ընտրության օր չի։ Հունիսի 7-ը հանրաքվե է, որտեղ մենք ընտրություն պետք է կատարենք Հայաստանի Հանրապետության եւ Արևմտյան Ադրբեջանի միջև։ Ես կարծում եմ, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունը, բովանդակ հայ ժողովուրդը այս հարցի պատասխանն ունի եւ անշուշտ քվեարկությունը կլինի Հայաստանի Հանրապետության օգտին։ Այսօր ասքանը, սիրելի հայրենակիցներ, գլխավոր թեմայի շրջանակներում մեր մյուս հանդիպումը տեղի կունենա 5 շաբթի նույն ժամին 22:30-ին։